ունայում է լուր վազող ջրերի գետակի վրա թեքվել է ուրին ունայում է լուր վազող ջրերին երազ աշխարհում ամեն բան հավետ գալիս է գնում ու ցանդում անհետ և գլուխը կախ նարած է լինում ջրերը ուրախ գալիս են գնում հին տարիների նոր հեքիաթներից պատմում է ուրին այն վարուշերից հին տարիների նոր հեքիաթներից պատմում է ուրին այն վարուշերից անցած գնացած գարուն օրերից բնմուջ է կարդում ծերացած ուրին ու լուր արտասվում տխուր հեքեգում ջրերը ուրախ գալիս են գնում Դար է եկել վարկյանի պես ու անցել, անուն թվով կայծակների սուրն է բեկվել ադամանդին ու անցել, մահախուճապ սերունդների աչքն է դիպել լույս գագաթին ու անցել, հերթը հիմա քոնն է մի պահ, դու էլ նայ սեկ ճակատին ու անցիր։ Երբ փորձում ես թեկուզ մակերեսորեն ծանոթանալ Ավետիք Իսահակյանի կյանքին ու ստեղծագործությանը, հասկանում ես, որ մարդկային մեր կյանքը բավարար չէ նման կենսագրություն թողնելու համար։ Այդպես ապրելու համար պետք կգա հազարավոր կյանքեր։ Եվ հենց այստեղ է, որ ինքը քեզ համար փաստում ես, որ հանճարավոր մի մարդ է կամ մարդկային կյանք, այլ ազգի իրավիճակներում սրբագործվող մի ոնց, որն անցնելով ժամանակ եւ տարածամիջով թողել է իր սերունդներին իր չմարվող հետագիծը։ Ժողովուրդն ինքն է ծնում իր հանճարներին, մեր ժողովուրդն էլ ծնեց նրան, մեծն բանաստեղծ Ավետիք Իսահակյանին։ Ժողովուրդը սիրեց նրան, եւ մեզ բանաստեղծին, դեռ նրան բարպետ անում է։ Իսահակյանը սիրել է իր գյուղը, հայրենի բնաշխարհը, գյուղական նիստ ու կացը։ Երկյուտվել եմ Շիրակից արկազատ գարուններով, ցորենի արտերով, Ակբաչայի վրա թեքված լացող ուռենիներով, ինձ գերել է ժողովրդական պարզ ուրախությունը։ Հայրենի հողի վրա եմ նորից մանկական աչքով տեսնում եմ, հավերժից դիտող աստղեր է նրա, հրաշք է դառնում աշխարհը նորից։ Լեռները դալար, հպար հորձանքով շարվել են շուրջս, այնպես լուռ ու հնազանդ, գարունն է բուրում այնտեղ վարդերով և ողանջում են արկեր ու աղբյուր։ Սարի մարար կփնտրես ասայարապ տուն չտեսար իմ արալս իմ բալես Բարև հայրիկ, բարես ես ինչ երգ ես երգում։ ես մեր գյուղի հին երկն եմ Հայրիկ, դու գիտես, որ այս երգի խոսքերը ես եմ գրել։ դե գնա գործի այս երգը 1000 տարվա երգ է դարդի ձերքեր արի օգնի ինձ Դարդի ձերքեր սարեն կախ Ապրումներից, որոնք խորհել են տալիս տառապանքի ցավի մասին։ Այսպիսին է կյանքը, ինչ կարող ես անել։ Երջանկության սկիզբն ու ավարտը սիրո հավիտենության մեջ է։ Այդ զգացմունքն էլ կախարդել է աշխարհի ցավով ապրող Էդ բանաստեղծի։ Սիրո ողջ պատմությունը իրատանցուլակն է գտել Ալագյազի մարմինները շարքում, կապված Իսահակյանի առաջին սիրո ծիլերի հետ։ Փոքրիկ Զարուհու և աղիքի սերը գարնան առաջին ծաղկի պես քնքուշ է,
սակայն հենց այդ ծաղկի պես էլ թախծող տավակ ունեցավ։ Իսահակյանի կյանքի առաջին սերը մի գեղեցիկ աղջիկ էր, ում անունը Զարուհի էր։ Նրանք հարևաններ էին։ Զարան աղքատ ընտանիքից էր։ Ամեն օր դուրս էր գալիս այծերին արածեցնելու։ Նա տարբերվում էր իր գեղեցիկ ձայնով։ Իսահակյանը սիրահարվում էր և շատ ժամանակ է անցկացնում նրանց հետ։ Աչքս կարոտ Շուշանին, անգուտ գայլը սիրտ սեհանում, սիրտս ծարավ Շուշանին։ Ու ճամփեր մութ մոլորուն սև ծովի բոլորը կերթա։ Շուշան յարս, ձեռքերն առնոտ, ենտղի հետ հարս կերթան։ Դու մերժեցիր ինձ, չկանչեցիր գետ, և անցան տխուր, տարիներ տխուր։ Ես երբից վախով հյուսեցի թախից, նայում էի քեզ մենակ վշտիս հետ։ Եվ սիրո մասին խոսում ենք նույնպես, բայց խիստ անտարբեր ձևանում եմ ես։ Վրա չեմ նայում, չեմ լսում ստեպ, բայց որպես անհույս սառն եմ քո հանդեպ։ Բայց հալվում եմ քեզ սիրուց բոցակես, ուզում եմ գրկել ու համբուրել քեզ, հազիվ զսպում եմ մրիկը սրտիս, աղսակային հոգիս վերանս է գալիս։ Ուր որ լինում եմ, քո սերն եմ երգում, սիրտս դեպի քեզ թռչում է հավերժ, ուրիշին գրկած ես քեզ եմ զգում, ուրիշի գրկում, բայց քոնն եմ հավերժ։ Սարենք ու գաք, նախշուն հավքեր, ախ իմ մորեն տեսել չեք, ծովենք ու գաք, մարվան հովեր, ախ էլ բարև բերել չեք։ Հավ քո հովեր եկան կշտից, անձեն դիպան ու անցան, հապակ սրտից, պապակ սրտից, անխոս դիպան ու անցան։
Ամբուզա